Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Շնորհակալություն, պարոն Նահապետյան, ինձ հետաքրքիր է արդյոք հակակոռուպցիոն կոմիտեի ուշադրության տակ են նաև այն մարդիկ, ովքեր այլևս չեն պաշտոնավարում, այսինքն նրանք ազատվել են պաշտոնից, էական չի դիմումի համաձայն թե ոնց, եւ հետագա գործունեությունը այդ մարդկանց արդյոք ձեր ուշադրության տակ է, որովհետեւ կան դեպքեր, երբ պաշտոնյաները իրենց ուղիղ, այսպես ասած, որոշումների կայացման եւ լիազորությունների դաշտում որոշումների կայացնելուց հետո անցնում են աշխատանքի հենց իրենց իսկ կողմից աջակցության ծրագրերով կամ ինչ-որ ձևերով աջակցություն ստացած կազմակերպություններում։ Ես կուզենայի այս դեպքերի մասին ավելին ասեմ, կան պաշտոնյաներ, որոնք պաշտոնավարումից հետո այդ ոլորտում բացում են նաև խոշոր բիզնեսներ, օրինակ հակակոռուպցիոնը քննում է արդյոք որտեղից այդ կապիտալ ներդրումները, որոնք անում են այդ մարդիկ, եւ ել ավելին եթե ասեմ, այդ մարդիկ նաև փորձում են իրանց նախկին գործընկերների միջոցով, որովհետև ենթադրենք իրենք դեռ ունեն նախկին գործընկերներ, որովհետև նոր են ազատվել պաշտոնից կամ եւ այլն, փորձում են նախկին գործընկերների միջոցով այդ թվում ազդեցություն ունենալ ոլորտային որոշումների կայացման վրա։ Քննվում են արդյոք այսպիսի գործերը։ Շնորհակալություն, Տիկին Վարդանյան։ Այո, այդպիսի բազմաթիվ գործեր ունենք, երբ որ որոշակի պաշտոնի նշանակված անձը ազատվում է պաշտոնից եւ հետագայում զբաղվում է հանցավոր գործունեությամբ, նաեւ օգտագործելով իր նախկին ունեցած գործընկերային կապերը, հնարավորությունները։ Ես կոնկրետ օրինակներ չբերեմ, բայց այդպիսի գործեր կան բացահայտված։ Եվ նաեւ հավելեմ, որ հակակոռուպցիոն կոմիտեն ոչ թե տարբերակում է այս պահին պաշտոնավարող կամ նախկինում պաշտոնավարած անձանց մասով գործառույթների իրականացում, այլ եթե տեսնում ենք որոշակի կոռուպցիոն հանցանքի վերաբերյալ տվյալ կամ ունենում ենք որոշակի դեպքի վերաբերյալ տեղեկություններ, ապա համապատասխան օպերատիվ հետախուզական ստորաբաժանումը իրականացնում է անհրաժեշտ միջոցառումներ եւ եթե հաստատում է մեր ունեցած տեղեկությունները, ապա այդ դեպքով պարտադիր ներկայացում է հաղորդում եւ իրականացում է նախաքննություն, իսկ նախաքննության ընթացքում վեր են հանվում նաեւ նախկինում պաշտոնավարած անձի ունեցած գույքերը, նրա պատկանող բիզնես գործունեությունը, թե նախկինում, թե այդ բային եւ համապատասխան հիմքերի առկայության դեպքում նաեւ այդ տեղեկությունները փոխանցում են ապօրինի գույքի բնականացման վարչություն, որպեսզի բարձենք այդ գույքի հանցավոր ծագումը։ Շնորհակալություն։ Համեցեք արձագը։ Շնորհակալություն, ես մի քիչ այլ իրավիճակի մասին էի նկարագրում, հարցս այլ իրավիճակի մասին էր, հարցս այն մասին էր, որ հենց պաշտոնավարումից անմիջապես հետո արդյոք մշտադիտարկման ասեմ, թե ձեր ուշադրության տակ են պաշտոնյաները, թե ինչով են սկսում զբաղվել պաշտոնյաները, որովհետև շատ կարևոր է պաշտոնավարումից հետո մարդու գործունեությունը։ Այս մասով է ուզում հարցնել եւ նաեւ երկրորդ հարցն եմ ուզում տալ հաշվեկնիչ պալատը մեզ ներկայացնում է հաշվեկնություններ տարբեր ժամանակային կտրվածքներով եւ որտեղ մենք բազմաթիվ հաշվեկնություններ ենք ծանոթացել, որտեղ օրինակ տեսնում ենք էական խախտումներ, էական խեղաթյուրումներ, ենթադրենք համայնքներում եւ այլն։ Ես կուզենայի իմանալ ինստիտուցիոնալ առումով հակակոռուպցիոն կոմիտեն արդյոք քննում է այդ գործերը եւ հետո հետադարձ կապը ինչպիսին է, այսինքն ինչ է արձանագրվում, հետադարձ կապը հաշվեկնիչ պալատի հետ կա արդյոք եւ ինչպիսին է այն։ Շնորհակալություն, Տիկին Վարդանյան։ Հաշվեկնիչ պալատի մասով, եթե հաշվեկնիչ պալատը կամ նույն պետական վերահսկողական ծառայությունը իր ստուգումների արդյունքում ներկայացնում է համապատասխան հաղորդում հանցագործության վերաբերյալ, ապա այդ հաղորդումը պատշաճ քերատատավարական կարգով քննարկվում է եւ հիմքերի առկայության դեպքում նախաձեռնում է քերական վարույթ։ Քերական վարույթով բնականաբար աշխատանքներ են տարվում այդ մարմինների կողմից ստուգումներով արձանագրված խախտումների դեպքերը հնարավորինս մանրակրկիտ ուսումնասիրելու եւ այդտեղ կոռուպցիոն ռիսկերը վերհանելու համապատասխան անձանց առարկներին գնահատական տալու համար եւ բնականաբար այդ նախաքննության ընթացքում
անհրաժեշտության դեպքում հարցաքննվում են նաև այդ ստուգումները իրականացրած անձինք, համապատասխան հարցումներ են ուղարկվում նրանց այդ ստուգումների ընթացքում կատարված գործողությունների դրանց արդյունքները ստանալու վերաբերյալ եւ իրականացվում է համակողմանի քննություն։ Ինչ վերաբերում է ձեր կողմից նշված այն հարցադրմանը, թե արդյոք առանձին մոնիթորինգ է իրականացվում պաշտոնաթող անձանց մասով, ապա կարող եմ նորից նշել, որ բոլոր դեպքերում, եթե մենք ունենում ենք այդպիսի տվյալներ կամ տեղեկություններ որևէ պաշտոնատար անձի կողմից կատարված հանցանքի վերաբերյալ, լինի դա այդ պահին պաշտոնավարող թե պաշտոնից ազատված, ապա անպայման այդ մասով ուսումնասիրություններ կատարվում են։